Ktoś nikogo nie jeszcze pognie. Այս համաժողովի ասպեկտին շատ կարևոր է, որովհետև նախադեպ ստեղծող է, մեզանոց չի եղել տարիների ընթացքում, որ որևէ քաղաքական ուժ պարտությունը կամ համար ես չի համարում, որ պարտություն է կրել, բայց եթե քաղաքական ուժը գիտակցում է, որ իր սպասելիքներից ավելի վատ արդյունք է ցուցաբերել, ապա հրաժարական է տալիս և հնարավորություն է տալիս մյուս համախոհներին իրենց տեսլական իրականացնեն։ Սա շատ լավ նախադեպ քաղաքագիր երկրների հարիր։ Նաև մեզանում շատ է խոսում սերնդատողության մասին, ոմանք ենթադրում են սերնդատողությունը նշանակում է այն 88-ի մարդիկ բենան խոշակի, դա նաև երկրասարդի սերունդ, որը ամենից նկատառով է։ Կարծում եմ, որ ընտրել է լավագույն տարբերակը, ոսկե միջինը, համախմբելով 88 թվականի շարժման մի շատ կարկառուն դեպքերի և նաև ընդգրկելով շատ երիտասարդ, բայց հասարակությանը արդեն ծանոթ մարդկանց և փորձում է այդ ժառանգականությունը շարունակել անկախության սերունդի, այլևս որ մեր անկախությունը վտանգված է։ Համամիտ եմ նախորդ երկու հռետորների հետ, բայց նաև կուզենայի, որ բոլորս միասին աշխատենք այնուամենայնիվ գաղափարական հիմքի վրա հնարավորինս լայն համախմբում ապահովենք, որովհետև փորձը ցույց է տվել, որ նախորդ տարիների ընթացքում որևէ կոալիցիա կամ որևէ դաշինք, որը պայքարել է խորհրդարանական ընտրություններում, մինչև վերջ չի գոյատևել, բոլորը անխտիր որևէ ամենալավագույն օրինակը ամենաարդարությունները ներկայացություն դաշինքի ժամանակ, նույնպես ինչ-ինչ պատճառներով, բայց դա դարակորցն է, այնպես որ պետք է փորձենք աշխատենք միասին, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այլ ուժերի համար, որոնց համարանքներ է թե Հայաստանի անկախության կործանումը և թե այն գերակումը, որ շարունակում է տարիներ շարունակ։ Նորից ողջ